Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հարգելի թիմակիցներ, հյուրեր, սիրելի քաղաքացիներ։ Թույլ տվեք նախ շնորհավորել բոլորիս ներքին ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ։ Սա նշաձող է, որը մենք ինքներս ենք սահմանել մեզ համար, որպես արդարության, թափանցիկության և հավասար քաղաքական մասնակցության չափանիշ։ Եվ հենց այս չափանիշներն են, որ մենք հետևողականորեն կիրառել ենք մեր երկրի ժողովրդավարական կառավարման ճանապարհին։ Հարգելի ներկաներ, 2021 թվականին մեր երկրի համար ծայրահեղ ծանր ու բարդ իրավիճակում մեր քաղաքացիների իմաստնության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը չշեղվեց ժողովրդավարության, անկախության և պետականության ուղուց։ Մեր քաղաքացիները մեզ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, վստահեցին խաղաղություն հաստատելու պատասխանատվությունը և առաքելությունը և իրենց քվեով պատվիրակեցին մեզ առաջ մղել այդ օրակարգը։ Այդ վստահությունը կառավարությունը վերածեց հստակ քաղաքական ուղեգծի, որդեգրելով խաղաղության ճանապարհը։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ դա տվել է արդյունք։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրով մենք արդեն ունենք փաստացի հաստատված խաղաղություն։ Եվ դա արժանապատիվ խաղաղություն է, հուսալի խաղաղություն է, որովհետև խարսխված է Ալմա-Աթայի հռչակագրով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, հռչակագիր, որը չի վերաբերում միայն Հայաստանին, այլ նաև նախկին Խորհրդային Միության հանրապետություններին։ Սիրելի քաղաքացիներ, հատկապես վերջին ամիսներին մենք շարունակաբար լսում ենք շատ ապակողնորոշող և վտանգավոր մի ձևակերպում, որով փորձ է արվում պարտադրել ընտրություն կատարել խաղաղության և արժանապատվության միջև։ Եթե պարզեցնենք այդ խոսույթը, ապա մեզ ասում են, որ եթե մենք հետամուտ լինենք այսօր արդեն իսկ հաստատված խաղաղությանը, ապա դա տեղի է ունենալու մեր ազգային արժանապատվության հաշվին։ Սա կեղծ և վտանգավոր հակադրում է։ Ինչը կարող է լինել ավելի արժանապատիվ պետության և քաղաքացիների համար, քան տարածքային ամբողջականության և պետության սահմանների հստակ ամրագրումը։ Ինչը կարող է լինել ավելի արժանապատիվ, քան Հայաստանի անվտանգային և ինքնիշխան շահը։ Ավելի արժանապատիվ, քան մեր պետության տարածքում մեր ինքնության հարատև պահպանումը։ Խաղաղությունը և արժանապատվությունն իրար հետ հակադրության մեջ չեն, այլ խորապես փոխկապակցված են։ Չկա արժանապատվություն մշտական վախի, անորոշության և պատերազմի սպառնալիքի պայմաններում։ Նորից պիտի կրկնեմ. այն խաղաղությունը, որն ունենք այսօր, արժանապատիվ խաղաղություն է։ Դրա առանցքում մեր պետության անվտանգությունն է, մեր տարածքային ամբողջականությունն է, մեր անկախությունը, ինքնիշխանությունը ու մեր ինքնությունը։ Արժանապատիվ և տևական խաղաղության առանցքում իրական Հայաստանն է, իր միջազգայինորեն ճանաչված 27943 քառակուսի կիլոմետր տարածքով։ Սիրելի քաղաքացիներ, այժմ որպես պետություն և ժողովուրդ մեզ համար շատ ավելի լայն պատկեր է տեսանելի մեր պետության, տարածաշրջանի, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի վերաբերյալ, քան 10, 20 կամ 30 տարի առաջ էր։ Եվ մեր բոլորի պատասխանատվությունն է թույլ չտալ, որ մեզ դարձյալ ներքաշեն ականջահաճո, բայց անիրականանալի երազանքների հորձանուտի մեջ, փորձելով վտանգել այն, ինչ ունենք այսօր՝ իրական, շոշափելի։ Մեր պատասխանատվությունն է կայացնել ռազմավարական որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության անվտանգ զարգացումը ոչ թե կարճաժամկետ, այլ տասնամյակների, հարյուրամյակների հեռանկարով։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները հենց այդպիսի որոշման հանգրվան են։ Այս ընտրությունները խաղաղության ուղեծրով շարունակելու կամ չշարունակելու մասին են, ինքնիշխանություն ունենալու կամ չունենալու մասին են, անկախ պետություն ունենալու կամ այն կորցնելու մասին են։ Մեր պետականության, անկախության և ազգային ինքնության պահպանման համար մեզ պետք է ոչ թե պատերազմ, ինչպես եղել է դարեր շարունակ, այլ խաղաղություն, պարզապես խաղաղություն։ Ուստի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք պետք է ասենք այո այն խաղաղությանը, որն արդեն այսօր հաստատվել է, և տեր կանգնենք դրան։ Շնորհակալ եմ շատ։